սակայն այստեղ կարևոր եւ էական դեր է խաղում, թե ինչքանով է ինքնուրույն, ինքնաբավ այն անձը, ով որ տվյալ պահին փորձում է վերջ դնել հարաբերությունները կամ հակառակը, միգուցե իրեն լքում են եւ բաժանում է տեղի ունենում։ Ֆինանսական տեսանկյունից եթե դիտարկենք, կինը հիմնականում լինում է ավելի խոցելի, նամանավանդ եթե ընտանեկան մոդել ունենք եւ հարաբերությունների այս փուլում տղամարդը որոշակի ֆինանսական կարիքներ է հոգում, ապա կանայք լինում են ավելի խոցելի ֆինանսական տեսանկյունից, որովհետեւ ինքնուրույն կյանքը ենթադրում է, որ պետք է կարողանան թե իրենց, թե եթե համատեղ երեխաներ ունեն, իրենց կարիքները բավարարել։ Հոգեբանական տեսանկյունից եւ կանայք եւ տղամարդիկ կարող են լիովին նույն ձև արձագանքել եւ խոցելի լինել, նամանավանդ եթե հուզական կապվածություն կա եւ որոշակի պահանջմունքներ են բավարարվել տվյալ հարաբերության մեջ եւ անձը չի պատկերացնում, թե կյանքում էլ